Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում ուլտրաձայնային հետազոտությունը կատարել դաշտանային ցիկլի այլ ֆազայում, այսինքն առաջնային այցի ընթացքում կատարվում է կլինիկական զննում, կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, սակայն նշանակվում է ևս մեկ այց և ուլտրաձայնային հետազոտությունը կրկնում ենք։ Երբ է արվում դա և ինչ նպատակով։ Եթե ուլտրաձայնային հետազոտության ընթացքում նկատվում է որևիցե ստրուկտուրային փոփոխություն արգանդի լորձաթաղանթի կամ ձվարանների հետ կապված, պարտադիր կրկնակի այցը և հետազոտությունը նշանակվում է դաշտանային ցիկլի հակառակ ֆազայում, այսինքն առաջին այցը եղել է օրինակ անմիջապես դաշտանային ցիկլից հետո, երկրորդ այցը երկրորդ հետազոտությունը կատարվում է երկրորդ ֆազայում, այսինքն նախադաշտանային շրջանում։ Դաշտանային ցիկլի ընթացքում տեղի են ունենում փոփոխություններ, իսկ ավելի հստակ լորձաթաղանթի հաստացում, իսկ ձվարաններում ֆոլիկուլոգենեզ, ձվազատում, և այս ամենը պետք է նկատի ունենալ վերջնական ախտորոշում ստանալու համար։ Նշեմ նաև, որ կան պաթոլոգիաներ, որոնք ավելի հստակ տեսանելի են դառնում կախված դաշտանային ցիկլի ֆազայից, օրինակ էնդոմետրիոզը։ Ես հիմա ձեզ ցույց կտամ հստակ մի օրինակ, կարծում եմ ձեզ կհետաքրքրի։ Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի առաջին ֆազայում և հետազոտության ընթացքում նկատվում է էնդոմետրիումի ստրուկտուրային փոփոխություն։ Նշանակվում է երկրորդ այցը դաշտանային ցիկլի երկրորդ ֆազայում, որտեղ մենք արդեն հստակ տեսնում ենք ձևավորված էնդոմետրիումի պոլիպը։ Ամփոփելով այս նյութը հասկանալի է, որպեսզի մենք ունենանք հստակ ախտորոշում, անհրաժեշտ է կլինիկական պատկերը համադրել գործիքային հետազոտության արդյունքների հետ, և եթե մենք ունենք որևիցե կասկած, պարտադիր պետք է կատարվի երկրորդ գործիքային հետազոտությունը դաշտանային ցիկլի ֆազան ի նկատի ունենալով։